ժողովուրդ ջան, բարլույս մեր ձմեռը ետ է գալիս լավ ցրտել է ջերմաստիճանը առավոտ 0 աստիճան էր հիմա 5 է մի թեթևի փր արև ա ուզում դուրս գա բայց այդպես վստահ չի էլի դուրս գա թե չէ երևի չի դուրս գա լավ ցուրտ է մրսում եմ գործի եմ գնում այսօր էլ գնամ որ վաղը հանգիստ եմ տանը կմնամ հաղորդեց մեր գնացքն արդեն ուզում եմ շնորհակալություն հայտնեմ աղջկաս ծնունդը շնորհավորելու համար ապրեք սիրելիներս շատ շնորհակալ եմ ձեր ջերմ խոսքերի համար ձեր նրա համար որ դուք կաք շնորհակալ եմ շատ պայուսակը իհարկե հենց բեժը վերցրի Սա ավելի սիրուն էր, քան սևը, ճիշտ է, սևը շատ ամեն ինչի հետ կարելի է վերցնել, բայց այս գույնը սիրում եմ։ Այս վերջի 2 տարին այս գույնը ոնց որ ինձ շատ գրավի։ Բեժը շաբաթ օրը ինչ որ տոն է այստեղ, Սուրբ Պատրիկի օրը, մեյլ էին ուղարկել գործտեղից, որ կարան կանաչ հագնված գնանք։ Հիմա մտածում եմ կանաչ ինչ ունեմ, ինչ որ համուկ կանաչ, համբաց կանաչ շոր զգեստներ ունեմ, մտածում եմ, տեսեմ, որը հարմար կլինի հագնեմ։ Իհարկե պարտադիր չի, բայց հազիվ հնարավորություն տալիս են ուրիշ գույնը հագնելու, դե միշտ սև ենք հագնում։ Նայեմ, որը հարմար կլինի հագնեմ։ Այս ցրտին բասանոշկա է հագել։ Եկահասակ են ժողովուրդ ջան, լավ ցուրտ է, անձրև է սկսվել, լավ անձրև անոցս վերցրել եմ։ Հիմա պետք է մի հատ սուպերմարկետ մտնեմ, ուզում եմ մի լիտրանոցով ջուր վերցնեմ, որ գործի ընթացքում այդ ջուրը խմեմ, մինչև ընդպիչում անել ես, այսինքն 2.5-3 ժամվա ընթացքում մի լիտր ջուր եմ խմում, կումկում եմ խմում ջուրը իհարկե, հետո ընդմիջումից հետո էլ եմ խմում, բայց քիչ արդեն, օրվա ընթացքում 2 լիտրը հաստատ խմում եմ, մեկ-մեկ այսպես որ խոսալով գնում եմ, անցորդները զարմացած նայում են էլի, մտածում են, այս կինը Իրան-Իրանա խոսում, ինչ է անում, մարդ էլ կա, համ տեսում այսպես պահած խոսում եմ, համ էլ կռանալով անցնում, որ կամերայի մեջ, բանի մեջ, կադրի մեջ չհայտնվի, մտածում են իրանց եմ էլի նկարում, չգիտեմ, որ ես ինձ եմ նկարում, այդպես ժողովուրդ ջան, գնամ տեսեմ մեր խանութում էլ ինչ կա, երեկվա ասեցի չէ, երեկ են պայուսակը բեժն եմ վերցել, ցույց տամ մի հատ, այսպես շարֆը գցել եմ, ինչ անեմ ցուրտ է, մի հատ նայենք հեծանվորդ չլինի, խանութի մեջ է, չկա սիրուն ծաղիկներ կան, տեսակ ինձ սիրուն ծաղիկներ էին, գործի չլնեի, մի հատ կարն է իմ համար, ինքսիս նվեր կանեի, առիթ էլ կարևոր չէր, առիթը օրինակ, այսօր օրը 5 շաբթի է, 5 շաբթի օրվա արդիվ կարնեից նվիրեի, ջուր առա մի հատ, շիշն է իրականում ինձ պետք, վերջերս մեր խանութից շիշ էի առել, այս շիշը, այսպես էլ քայլելու ժամանակ, որ արագ ասենք խմելով քայլում եմ, հարմար այսպես ասել աղջիկը սոսկայով, մաման սոսկայով աջուր խմում, բայց շատ ծանր է լինում էլի, 10 եվրո էլ տվել էի, բայց ծանր է, հետը ստանել բերելու համար ծանր է, առնելու չէի մտածել, որ ծանր կլինի, հիմա այդ կթողնեմ, երբ որ մարզվելու գնանք, այդ ժամանակ օգտագործեմ, հիմա սովորական հասարակ շիշ եմ առել, կարևոր է շիշը արևի տակ չլինի, դե արևի տակ ոչ եմ թողնելու, պայուսակից մեջ պետք է տանեմ բերեմ,
Նախկինում կարում էին գործի տեղը թողնենք դարակի մեջ, հիմա չեն թողնում դարակները փակ պահենք ստիպված, պետք է տանենք բերենք։ Անձև այդքան էլ մարդաշատ չեն փողոցները, տեսնենք ոնց կլինի խանութում։ Ասեք, որ Գենտը շատ հաճելի քաղաք է։ Ձեզ էլա չէ դուր գալիս ես գիտեմ։ Ֆրանսիական օծանելիքների խանութի դիմացով եմ անցնում, անուշ գույրը գալիս է։ Առայժմ ունեմ, բայց այսօր առավոտ հենց էդ էի նայում, օծանելիքներիցս մեկը վերջացավ, բանի Շանելի մադմազելը շատ լավ հոտ ուներ արդեն, քանի որ վերջացել է անցյալով խոսամ, ամանը բերեցի Աշոտ ինձ ցույց եմ տալիս, ասում Աշոտ նայ կարաս հաջորդ առիթին ինձ այս տուխուս նվիրես, ասում է եղավ, ասում է, ասի դե ուշադիր կարդա անունը, որ հիշես, ասում է, չէ իրար հետ կգնանք կառնենք, ասի չէ, կարևորն էնա, որ իմաստն է, որ դու իմ համար գնաս առնես, որ ինձ անակնկալ անես, թե չէ ես կա իմ համար գնամ առնեմ, ասում է եղավ, դե կհիշացնես անունը, որ մոռանամ, լավն է հոտը, միաժամանակ 3 հատ օծանելիք եմ օգտագործում, այսինքն նկատի ունեմ, ընթացքում 3 հատ ունեմ, հիմա դա վերջացավ, երկրորդ էլ մի քիչ է մնում, այդ մեկը ուրիշ խանութից էի առել, անունն էլ չեմ հիշում, համարներով էի, լավն էր հոտը վերջանում է, հիմա այս երրորդը էլի ֆրանսիական դուխիների խանութից է, առայժմ կա մեջը, հիմա ժամանակն է ուրեմն օծանելիքներ առնելու, զեղչերով իհարկե, թե չէ թանկ են պես։ Հիշում եք, որ սուպերմարկետից նեխուրի արմատ էի առել, դրանով ապուր պատրաստեցի։ Շատ համով ապուր ստացվեց, դնեմ դուք նայեք, մինչև ես մտնեմ աշխատեմ ու դուրս գամ։ Տեղ չգնա գալիս եմ։ Հոսող ջրի տակ լավ լվանալուց հետո կլպում եմ նեխուրի արմատը, այս ապուրի կրեմ ապուրի մեջ հիմնականում այս արմատն է, նեխուրը ու կարտոֆիլը, հիմնական բաղադրիչները, շատ օգտակար է աղեստամոքսային տրակտի համար շատ, ուրեմն կլպում ենք նեխուրի արմատը, knolselderij է կոչվում հոլանդերեն, մի քիչ դժվար է կլպվում, բայց ոչինչ, հիմա կտրում ենք, չափը կարևոր չի, ուղղակի մի քիչ մանր խորանարդիկներ ենք անում, որ ավելի շուտ եփվի։ Կտրատում եմ այսպես։ Սարդ պանչարեղենը մի քիչ դժվար է կտրվում։ 2 հատ նեխուրի ցողուններ եմ վերցրել։ Սա էլ եմ կտրում։ Կարտոֆիլը մաքրել եմ, կտրում եմ, էլի խորանարդիկներ, ու կես գլուխ սոխ եմ վերցրել, սոխը շատ մեծ էր, վերցրել եմ կեսը, սա էլ եմ մանրում, պարտադիր չի շատ մանր լինի, որովհետև եփվելու է, մանրվելու է, հետո պյուրեացվելու է, 2 բջեղ էլ սխտոր եմ օգտագործելու, սխտորի համը շատ լավ է լինում, շատ սազում այսպես ասած այս ապուրի մեջ, սա էլ մանրեմ, բանջարեղենը պատրաստ է արդեն, հիմա մոտ 2 ճաշի գտալ ձիթապտղից հետ եմ լցնում կաթսայի մեջ, սոխառած եմ անում, սկզբում սոխն եմ տապակում մի փոքր, հետո ավելացնում եմ սխտորը, սա էլ եմ մի րոպե, 2 րոպե այդպես տապակում, ավելացնում եմ նեխուրը, սա էլ մի 2 րոպե տապակում եմ ու ավելացնում եմ նեխուրի արմատը,
մի լավ խառնում եմ ու ավելացնում եմ կարտոֆիլը։ Սա էլ եմ խառնում, մի քիչ դժվար է խառնվում, բայց այնքան որ մի փոքր խառնենք, ծածկում եմ մի 2 րոպե այսպես շոգե խաշվի։ Նախորոք ջուր եմ եռացրել, հիմա կավելացնեմ եռացրած ջուր, այնպես որ ծածկի մի քիչ էլ ավել լինի։ Եթե ավելի ջրիկ եք ուզում որ լինի կրեմապուրը, ջուրը կարող եք մի քիչ ավելի շատ ավելացնել։ Ես շատ ջրիկ չէի ուզում լինի, դրա համար այս չափի, ինքան որ ծածկել է, մի քիչ էլ ավելացել։ Թողնում եմ 25 րոպե եփվի, հետո նայեցի արդեն եփվել էր, ավելացնում եմ աղ, սև պղպեղ, չորացրած բազիլիկ։ Մի հատ նայում եմ եփվել է, այո լավ եփվել է։ Ավելացնում եմ 100 գրամ սերուցք, մի հատ խառնում եմ, ծածկում եմ 5 րոպե թողնում եմ եփվի, ապա անջատում եմ, ավելացնում թարմ մաղադանոց ու պյուրեացնում եմ բլենդերով։ Նայեք ինձ մոտ մի քիչ ավելի պինդ է ստացվել, որովհետև ես էի այդպես ուզում։ Եթե ուզում եք ավելի ջրիկ լինի, ավելացրեք, ջուրը մի քիչ ավելի շատ ավելացրեք։ Շատ համեղ է ստացվում։ 2 կտոր հաց եմ չորացրել, սուխարի նման չորացրել եմ, շատ համով է լինում սրա հետ, այս ապուրի հետ։ Կարելի է կտրատած օգտագործել հացը, վրան լցնելուց էլ կամ էլ այսպես շատ համով է։ Ու օգտակար, փորձեք, անուշարեք, գրեք ձեր կարծիքը բաղադրատ տոմսի մասին։ Մարսվելու համար մի հատ այս սիրուն մայկայից վերցնեմ։ Էլի մարսվելու համար ես հատուկ բան մատերիալներից է։ Մի հատ սրանից վերցնեմ ինձ։ 14 եվրո արժի։ Նայեցիք, հավանեցիք իմ ապուրը ժողովուրդ ջան, շատ համով է։ Ես ոնց տեսնում եք, ես ոնց ասեցի չէ, նայեք, մինչև ես գործից դուրս կամ, գործից դուրս եմ եկել, տրամվայով եկել եմ հասել գնացքի կայարան, հիմա գնում եմ գնացքս կանգնած, գնում եմ նստեմ։ Այդ ապուրը շատ համով էր, ու բա ինչքան օգտակար, դե նեխուր է, համարմատներ նեխուր, համեջ նեխուր գցեցի, այնտեղ մենակ կարտոֆիլներ, այնքան համով էր։ Եփեք կերեք ժողովուրդ ջան, շատ լավն է։ Լավ ցուրտ է։ Ուղղակի գործից շոկած եմ դուրս եկել, դրա համար շարֆս հանեցի, բայց լավ ցուրտ է։ 6 աստիճան, ոնց որ ձմեռն էր։ Հարցրել եք աղջիկս Հայաստանում է, որ ծնունդներ։ Հա, Հայաստանում է։ 2 աղջիկս Հայաստանում են ապրում։ Կարոտում եմ իմ աղջիկներին։ Վերջում արդեն հոգնել էի, էլ չէի ուզում ծալեի, հոգնել էի արդեն ծալելու, 4 ծալելուց։ Մի հատ դժվար սեղանի մոտ էինք պիժամաները վաղնել հետաքրքիր է, այստեղ որոշ դպրոցներում պիժամաների օր է, այսինքն պիժամաներով են գնում դասի։ Ու մենակ է, այնքան որ պիժամայով գնում են դասի, սովորական դաս են անում։ Այնքան բարձր է խոսում, որ չի թողնում ես խոսել ձեր հետ ժողովուրդ ջան։ Տղաների պիժամաների սեղանի մոտ էինք ծալում, այն ինչքան ծնողներ եկան պիժամա են հարցնում։ Ասում ես ինչ է, այս ինչ, այսօր լրիվ պիժամա են հարցնում։ Ընկերուհիս ասեց վաղը պիժամայի օր է, այսինքն աշակերտները կարան որոշ դպրոցներում պիժամաներով են դասի գնում։ Ասում բա ինչ են անում, գնում են ասում ոչ մի բան, մենակ
Պիժամա են հագնում այդ օրը, սովորական դաս են անում։ Բարսանամ գնացք ժողովուրդ ջան։ Ժողովուրդ ջան, բարի լույս։ Արևա, բայց լավ ցուրտ է։ Ես էլ դուրս եմ եկել, գնում եմ մեր արմիություն, մի հատ աշխատանքային պայմանագիր ունեմ, որ ուզում եմ տամ իրանք կարդան, մի հատ նայեն բոլոր կետերը լավ են, իմ օգտին են թե չէ, ու էլի մի հատ էլ փաստաթուղթ կա, տամ մի հատ իրանք նայեն, տեսեմ ինչ խորհուրդ կտան։ Մինչև ստորագրելու աշխատանքային պայմանագիրը, մինչև ստորագրելու ուզում եմ, որ իրանք կարդան, ասեն ոնց է պետք է ստորագրեմ թե չէ։ Արևա, բայց ցուրտ է լավ, բայց նայեցի, այս առաջիկա օրերին պետք է այսպես լինի, գիշեր անգամ մինուս էր, -2, ու կփոխվի, կտաքանա, ինչ որ է, սա է հիմա այսօրվա եղանակը, այս ինչ աղմուկով էր աշխատում այս մեքենան, այսօր տանն եմ, գնամ այս հանդիպմանը գամ ու տանը կլինեմ, նայեմ ինչ կպլանավորեմ, ինչ կանեմ, որովհետև անելու բան շատ կա, ժամանակն է միշտ քիչ, ամենաթանկ բանը հիմա ժամանակն է, դե չէ։ Հիմա անցնում եմ կողքի տան պատուհանը տղամարդա մաքրողը, շատ եմ տեսնում այստեղ, որ տղամարդիկ պատուհանները մաքրում են։ Նորմալ է այստեղ, շատ սովորական է։ Հատկապես շատ են միայնակ ապրողները, դե բնական է մաքրում են իրաց պատուհանները, իհարկե կարան վճարեն մաքրել տան, բայց ամեն դեպքում շատ եմ տեսնում, սկզբում որ նայում էի, ասում եմ տես ոնց են մաքրում, այստեղ սովորական բան է, մեր մոտ կծիծաղային, չէ, կասեն տղամարդը պատուհան է մաքրում, հիմա էլ երևի չեն անի տղամարդիկ։ Մեր խանութում էլ տղամարդ հավաքարար ունենք, ջայլ մարդ, ջայլ տղա է, մաքրում է, ամեն ինչ մաքրում է, սուքարանները բան, աշխատանք լինի, աշխատեն, կարևոր չի թե ինչ կանեն, կարևորը կլորիկ գումար են ստանում։ Այսքան տեղը ինչքան սիրուն է, չէ, հաճելի, կանաչ, հասա արդեն ինքան մոտ է տեղը, և 4-5 րոպե եմ քայլել, ահագին շուտ եմ դուրս եկել, մինչև տեղը գտնեմ, այդ սենյակը գտնեմ, ու մոտ որ մտնելու եմ, մտնեմ դուրս կամ կհանդիպենք ժողովուրդը, վերջացրի դուրս եկա, իրավաբաններ են նստած, բոլոր հարցերին պատասխանում են, իրավաբանոր են, օրենքի տեսանկյունից, ամեն դեպքում իմ հարցի պատասխանը ստացա, հիմա դուրս եմ եկել տուն գնամ։ Ժողովուրդ ջան, պետք է սուրճ պատրաստեմ, ուզում եմ ցույց տամ, որովհետև մի հոգի գրել էր ինչ սուրճ եմ սարքում, ինչ սուրճ եմ խմում, այս մի քանի տարի, երևի 4-5 տարի սովորական սուրճի ապարատով էի սարքում, ֆիլտրով որ կա, կաֆե մաշինեով, դրանով էի սարքում, հետո արդեն կլինի մի կես տարի փոխել եմ սրանով, այս սրանով արագ սարքում եմ, այսպես մի քիչ խոշորամացած սուրճը, մի գտալ լցնում եմ, եթե մենակ իմ համար է, մի գտալ իսկ հիմա մենակ իմ համար է, մի գտալ լցնում եմ ու եռացրած ջուր եմ ավելացնում, աչքաչափով, այսպես եռացրած ջուր, ծածկում եմ, մի 2-3 րոպե թողնում եմ ու վերջ, արդեն խմում եմ, իհարկե խմում եմ Հայաստանից բերած բաժակով, սպասեք են բաժակն էլ բերեմ, պատկերացնում եք, Հայաստանից հետը սուրճի համար բաժակներ եմ բերել, այս նրանցով, աղջիկաս փեսայիս խանութից եմ վերցրել այս բաժակները, ու սրանով պետք է խմեմ, այս ձև եմ սարքում իմ սուրճը, սիրելիներս, հիմա պետք է սրճեմ ու նայեմ ինչ եմ սարքում հացի համար, ճաշի համար, երևի աղացած մսով մի բան կանեմ, մտածում եմ, որովհետև վաղուց Արցախցիքում աղացած միս կա, որ պետք է օգտագործվի։
Ջերմաստիճանը մի քիչ բարձրացավ, 2 աստիճան էր, որ դուրս եկա, հիմա արդեն 6-7 աստիճան է։ Հիմա թողեցի մի քանի րոպե, այսպես լցնում եմ ու խմում։ Սա էլ իմ սուրճը։ Մի հատ արդեն 350 մլ խմել եմ, այս երկրորդն եմ խմելու, ասեմ, որ սուրճից առաջ եմ խմում, սուրճից հետո էլ, ասենք մի 2 կում անում եմ սուրճից առաջ, խմում եմ սուրճը ու տաք չեմ խմում, այսինքն եռացած չեմ խմում, տաք մի 40 աստիճան այդպես սուրճը այդպես եմ սիրում ու սուրճի վրայից էլի մի քիչ ջուր եմ խմում ու ոնց որ ուզենամ էլ, սուրճից հետո ոնց որ ուզենամ, ոնց որ մի ձևի ջրի կարիք ունենամ։ Ընդհանրապես սուրճը շոկոլադ բան չեմ ուտում, բայց շատ եմ սիրում առաջակարգի խուրմա։ Էնպես որ խուրմայով եմ խմում սուրճը, հիմա վերջացել է դրա համար երևի ուրիշ ճիշտ կվերցնեմ, ջրերով սիրում եմ։ Մտածում եմ հայկական խանութ գնանք կամ ռուսական, չգիտեմ, Աշոտի հետ մի հատ խորհրդակցեմ, տեսնեմ ինչ կասի, կամ հայկական կամ ռուսական։ Նայենք, քանի որ այսօր տանեմ դրա համար մտածում կարելի է որևէ խանութ գնալ։ Այդպես սիրելիներս վարդս դեռ շատ լավ մնում է մարտի 8-ի վարդը։ Մեր խանութի նվիրած Անուշել Բույրունի։ Շատ լավն է։ Այսպես անուններով գրել դրել էին բոլորինը։ Հարցրել էիք Բելգիա ինչպես կարող եք գալ, ենթադրում եմ, որ Հայաստանից եք հարցրել, մենք 8 տարի առաջ ենք եկել, այն ժամանակ մի քիչ ուրիշ ձև էր, հիմա չգիտեմ ճիշտն ասած ոնց են գալիս, երևի պետք է փաստաթղթերը նորմալ դասավորել ու դեսպանատուն դիմել, չնայած այնքան դժվար է դեսպանատունում հանդիպում ստան, դեսպանատանը հանդիպում ստանալը, դե Բելգիան դեսպանատուն չունի Հայաստանում, Գերմանիայի դեսպանատուն են հիմնականում դիմում, նրանք էլ մերժում են, նախ ամիսներով, եթե ոչ համարյա 7-8 ամիս այդպես սպասեցնել են տալիս, հետո էլ մերժում են։ Մեր ժամանակ ուրիշ էր, մեր գալու ժամանակ ուրիշ ձև էր, մենք եկել ենք Հունաստան, Հունաստանից Բելգիա։ Շատ բան չգիտեմ իհարկե ոնց գալ կամ բան ճանապարհները դե տուրիստականով պետք է գալ, Շենգեն վիզայով կամ բան, իսկ այստեղ եթե մտածում եք, ասենք գալ մնալու համար, հանձնվելու համար, դրա համար էլ պետք է քաղաքական ինչ-որ պատճառ, ասենք ներկայացնեք այստեղ, որ ինչ-որ քաղաքական բան ու փաստերով ապացուցեք, ոչ թե բանավոր ասեք, փաստաթղթերով հենց ցույց տակ ապացուցեք ինչ-որ քաղաքական պատճառ, որի պատճառով, ասենք Հայաստանում չեք կարող մնաք։ Թե չէ հիմա այնքան է զարգացել տեխնիկան, եթե մի բան սուտ ասեք, անմիջապես կբռնվեք, այդ սուտը ձեր դեմ կաշխատի, դրա համար պետք է շատ լուրջ էլի, ոնց որ եթե հստակ որոշել եք կաք, պետք է լավ պատրաստված լինեք, նախ պարզում են ինչ երկրով եք եկել ու ետ են ուղարկում այդ երկիր կամ հենց զուտ պատճառը, պետք է լավ պատճառ ունենաք այստեղ մնալու համար, թե չէ հենց այնպես չեն բանանի, կամ էլ մնում է ինչ-որ աշխատանքային պայմանագրով կաք, ասենք ինչ-որ աշխատանք այստեղ գտնեք ու այդ պայմանագրով կաք նորմալ կաք աշխատեք։